կուսակցության անդամ եք, դուք փողոցով քայլում եք, քաղաքացիների ինչ-որ ձևով կաշառում եք, որովհետև երբ որ ամբողջ Ես ձեզ դատի կտամ, անձամբ ձեզ դատի կտամ, դուք կգաք դատարան եւ ցույց կտաք կաշառելու դեպք։ Տեսեք, պարոն Սիմոնյան, Չէ, լավ չէ, Ռուզաննա ջան, պարզա որ ես ձեզ հարգում եմ եւ դրական եմ վերաբերում եւ ձեր ասացի հետ կապված դատարան չեմ դիմի, բայց չի կարելի տենց ասել, որովհետեւ այն բոլոր դեպքերում, երբ որ մարդիկ ուղիղ եթերա չէ ամեն ինչ, զապիս չի, ուղիղ եթերա չէ, այն բոլոր դեպքերում, որ մարդիկ գալիս են նույնիսկ ինչ-որ բան են հարցնում, որը որ գոյություն ունի, մենք նույնիսկ այդ ակնկալիքն ու խոստումը, որը որ կառավարության աշխատանքն է, դրա մասին չենք խոսում։ Մենք դրա մասին չենք խոսում, ուղիղ եթերներ կա։ Ոչ, ասում եմ օրինակները մատնացույց արեք եւ կոնկրետ օրինակ, չէ, տենց օրինակներ չկա։ Ես բոլորին մասնակցել եմ, տեսել եմ, որ եկել են, ասում եմ վարչապետը, չէ, դրա մասին չենք կարող խոսել, ծրագիր են առաջարկում, ասում են կլինի sense բան լինի, ասում եմ դրա մասին հիմա չենք կարող խոսել։ Իսկ գիտեք ինչ, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովրդից 10 հոգի, 20 հոգի մարդիկ կանգնած ասում են մի րոպե կանգնի, պարոն վարչապետ, բան ունենք ասելու, լինի դա նախընտրական պայքար, լինի դա ներկուսակցական նախընտրական, չի կարա վարչապետ ասի, չէ, գիտեք ինչ, ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի համար, որը որ վերջերս ասում էր հաճելի չի մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է մարդկանց հետ շփվել եւ մարդկանց հաճելի է շփվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Սիմոնյան սոցհարցումներից խոսեցիք, իրենք էլ ասում են ձեզ համար ևս սոցհարցումները մտահոգիչ է եղել եւ դուք պարզել եք, որ 50-ից ավել ձայն չունեք, դրանով է պայմանավորված, որ իշխանությունը ամեն օր լայվ է մտնում եւ խոսում է, որ Գյումրի 2 սցենար թույլ չեն տալու, որ տեղի։ Ես երեք ասել եմ, հիմա նորից կրկնում եմ, այն բոլոր մարդիկ, ովքեր ակնկալում են Գյումրի 2 սցենարին, ռաստվելու են շատ հաստ, վաղաշաբաթ 2 սցենարին։ Մնացածը թողում եմ ձեր մեկնաբանությանը, այլ հարցեր։ Սիմոնյան, ուզում եի հարցնել երկաթուղու կառավարման հետ կապված վարչապետը վերջերս իր պատկերացումից խոսեց, որ մրցակցային ներառավելության խնդիրների ֆոնին իր պատկերացմամբ կարող է դա լուծվել, եթե մի այլ երկիր, որը մի կողմերի համար ստանձնի այդ գնի այդ կառավարումը եւ ինքը իրականացնի։ Այս տարբերակը, այս իր պատկերացումները ինչու հիս ու արյուն ստանում է, նկատի ունեմ քննարկում ենք, այո, քննարկում ենք նախ եւ առաջ ռուսական կողմի հետ եւ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանքը կան նշանակություն ունեցող պրոյեկտ է, որի հետ կապված մենք ուղղակի այլընտրանք չունենք չքննարկենք, չզբաղվենք։ Այսինքն Ռուսաստանի հետ արդեն պաշտոնապես քննարկվում է երկաթուղու։ Դե ասել ենք բարձր, չէ, ինչ որ ասվել է, բարձր ասել։ Դե կարող չեն լսել այդ ասուլիսը։ Հա, դենց ես մտածում։ Չէ, այսինքն պաշտոնական չկա քննարկում եւ հետո Այո, դե ասում եմ, ինչ որ ասվում է, արդ բարձր նաեւ ասվում է։ կան երկրներ, որոնք ասում են, որ Այո, կան։ որ երկրները Չեմ կարող ասել։ որոնք պատրաստ են գնել կառավարում։ Չեմ կարող ասել։ Չէ, դուք ասացիք կային։ Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք որ պատրաստ են գնել, բայց չեմ կարող ասել։ Ռուսաստանը ճիշտ է։ Ասում եմ, որևիցե անուն ես հիմա չեմ կարող տալ։ Որովհետեւ ինչ սովորություն, այսինքն մտածում եք, ես հիմա պետք է ինչ որ ենթադրենք ինչ որ մի երկիր ցանկություն ունի, հիմա ասենց 10 տեղ սախցիկի առաջ պետք է ասեմ X երկիրը ժողովրդավար եկեք ժողովրդավար բոլոր բանը գախնի փաստաթղթերը բացենք բոլորը գան կարդան։ Չէ, պարոն Սիմոնյան, ժողովրդավարությունը ու բանը խառնում եք իրար։ Բայց նկատի ունեմ քննարկում ինչ որ երկրների հետ փաստորեն կան, որոնց մեկ կան երկրներ, որոնք Չէ, ասում եմ, որ վստահ եմ, որ կան երկրներ, որոնք կուզենան եւ որոնք հետաքրքրվել են, որովհետեւ ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Սիմոնյան, կարող եք ֆիքսել, որ այդ հարցը, որ պետք է կառավարում ամեն դեպքում վերցվի Ռուսաստանից, արդեն որոշում է քաղաքական կայացված այդ որոշումը, պարզապես պետք է արդեն բանակցել։ Ոչ։ Ինչու, պարոն Սիմոնյան։ Որովհետև բանակցությունները շարունակվում են։ Եթե կա կայացված որոշում, դա նշանակում է բանակցելը անիմաստ։ Իսկ ինչպես եք վերաբերում Ռուսաստանից հնչող են հայտարարություններին, որ եթե այդ կառավարումը վերցվի, ապա շատ կարճ ժամանակում այդ երկաթուղիների կառավարման խնդիրը կգրվի եւ չի ստացվի։ Նույն ձև եմ վերաբերում, ինչպես վերաբերում եմ մնացած նմանատիպ հայտարարություններին Ռուսաստանից։ Այսինքն ո՞րը։ Այսինքն ոնց որ նախկինում են վերաբերվել։ Պարոն Սիմոնյան, Իրանում այս բանին պատերազմական իրավիճակը մերձավոր արևելքում ինչ կարծիք ունեք դրա մասին, մեկ էլ արդյոք դա
վտանգավոր չէ։ Կարծում եմ, որ վտանգավոր չէ, կարծիքս բնական է շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք որ լինում են եւ հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետեւ անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում եւ դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը որ Փառք Աստծո մեր հետ որևիցե ձևով կապ չունի եւ պետք է ամեն ինչ անենք, որ մենք այդ խնդրի մեջ այդ կարող եմ վերջացնել, այդ համատեքստում կարող եմ վերջացնել, շնորհակալ եմ։ Եվ հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի բանանի, դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, հա, Հյուսիսում պատերազմ է, Արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում, որը որ ես չգիտեմ պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է պարոն Փաշինյանն օրինակ մի րոպե, հնարավոր է որ նշում եք խաղաղություն է Հայաստանում Ադրբեջանի միջև, այս օրինակով փորձի օրինակ ջանքեր գործադրել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խաղաղության այսպես հաշտության բերի թե ոչ։ Ես չգիտեմ դրա կարիքը կարծում եմ չկա։ Բայց Հարությունյանն Հայաստանը Պետքներ կսպանեն ինչ Հաստատվել մարտահրավերները այս համապետում Իրանի շուրջ իրական։ Չներքաշվել է ամեն ինչի մեջ եւ Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել խաղաղության գործընթացին ինչ որ ձևով որ ինչ որ մեկը կարողանա հարված։ Իսկ Հայաստանը ունի ծրագրեր, եթե հանկարծ իրանահայերը գան Հայաստան նրանց։ Այո, մենք նման տարբերակ քննարկել ենք, բայց պետք է ասեմ, որ այս պայդրությամբ ես տեղեկություն չունեմ, որ թե նախորդ 12 օրյա պատերազմի ժամանակահատվածում, թե հիմա նման վտանգ եւ նման միտում կա, process-ը այդ ձևով այս պահին հələ չի գնացել, չունենք։ Իհարկե բնականաբար յուրաքանչյուր երկիր, որ սահմանով ունենում, նախապատրաստվում է, որ եթե ինչ, ապա, հա, բայց այս պահին չունենք, որ նման հոսք չի եղել ու չկա այս պահին։ Ես գիտեք ինչն է հետաքրքիր, այդտեղ կարևոր է, որ որքան ես հասկանում եմ, հողի վրա գործողություններ չեն լինելու եւ տրամաբանությունը դա հարված հասցնելու տրամաբանությունն է, որը որ միգուցե դրա վրա ազդում է, որ այդ հոսքը այդպես ձևով չի էլ։ Պարոն Սիմոնյան, երկաթուղի հետ կապված մի Բայց Կարինեն հարց էր ուզում տալ, Կարինե ջան, չեմ լսում։ 3 բականները Կուկուրուզ գարաժի փառքի էսֆոնի վրա, որ Իրանում անհանգիստ են, իրենք ասում են, որ անվտանգության խորհուրդը նիստում ամեն ինչ տվել է Հայաստանին վտանգ չի սպառնում, մինչդեռ